Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 26-ն է եւ թվով սա մեր երկրորդ հաղորդումն է։ Հիմա խոսում ենք եւ ամփոփում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան։ Սակայն կարևոր է նշել մեկ բան, որ սա նախնական ամփոփում է։ Մենք տեղեկությունները ստանում ենք ուղիղ եթերում եւ ընդհանուր պատկերը արդեն մեզ համար պարզ է, բայց նույն ժամանակ չի բացառվում, որ այս հաղորդումից հետո անհրաժեշտություն առաջանա նոր հաղորդումներն եւս պատրաստել այցի վերաբերյալ, սակայն համոզված եմ, որ հիմնական ոգին մենք հիմա այդ այցի կհաղորդենք, հիմնական հայտարարությունների մասին կխոսենք, ինչ հայտարարություններ արվեցին, կընթերցենք դրանք։ Դրանից բացի կխոսենք, թե ինչ փաստաթղթեր ստորագրվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Նախքան սկսելը կոչ եմ անում անպայման բաժանորդագրվել եւ լայքել, հնարավորության դեպքում կարող եք գրել նաեւ ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Ուրեմն սկսում ենք, Արարատ Միրզոյանը դիմավորեց պետքարտուղար Մարկո Ռուբիոյին օդանավակայանում եւ մենք տեսնում ենք, որ շատ կարճատև այց է այս այցը Հայաստան, բայց չափազանց կարևոր է, քանի որ այս այցի շրջանակներում շատ կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին։ Արարատ Միրզոյանի խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ստորագրվեցին Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության վարկահավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, այդպիսի փաստաթուղթ ստորագրվեց։ Մենք խոսում ենք, որ հիմնական փաստաթուղթը, որը որ ստորագրվելու է, TRIP-ին է վերաբերվելու եւ հիմա մենք ունենք այդ փաստաթղթի ստորագրումը, բայց դա միակ փաստաթուղթը չէ, որը որ ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Կարևոր է նշել, որ փաստաթուղթ է ստորագրվել, որով որ ռազմավարական հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև նոր մակարդակի են բարձրացվում, նոր որակի հաղորդվում այդ ռազմավարական հարաբերություններին։ Եթե հիշում եք, երբ որ անցյալ տարի ստորագրվեց այդ փաստաթուղթը, դեռ նախկին ադմինիստրացիայի օրոք, որը որ գնում էր, բայց արդեն նորը ընտրվել էր, ես ասում եմ այն մասին, որ սա հիմքն է, որի վրա որ պետք է կառուցենք շենքը հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների այդ փաստաթղթով, հիմքը դրվեց եւ այսօր արդեն սկսեցինք կառուցել այդ հարաբերությունների վրա կարևոր մի շենք, որի անունն է այս փուլում համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Թե ինչ է նշանակում համապարփակ ռազմավարական գործընկերություն եւ ինչով է այն տարբերվում ուղղակի ռազմավարական համագործակցության փաստաթղթից, քիչ հետո մենք կխոսենք։ Հիմա առաջարկում եմ նաեւ խոսել, թե ինչ հայտարարություններ արվեցին Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաների միջև արտգործնախարարի եւ պետքարտուղարի։ Արարատ Միրզոյանի խոսքերով քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացինք նոր մակարդակի, վերանայելով այն համապարփակ ռազմավարական գործընկերության, իսկ Մարկո Ռուբիոյի խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հայաստանը զարգացնում են իրենց հարաբերությունները, մենք նաեւ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակ է սահմանում, հույսով եմ պարզ է։ Նոր ուղի է նախանշում, որի օգուտները կքաղեն թե հայ ժողովուրդը եւ թե ամերիկացիները, ասում է Մարկո Ռուբիոն։ Այստեղ ամենակարևորը այն է, որ հարաբերությունների նոր շրջանակ է սահմանվում։ Ես կասեի նույնիսկ ավելին, այդ շրջանակը մեծացվում է, լայնացվում է եւ արդեն բոլոր ասպարեզներին է փաստացի այդ համագործակցությունը վերաբերվելու։ Ոչ թե կոնկրետ ինչ որ առանձին ծրագրերի, այլ բոլոր ոլորտների։ Եվ հստակ նշում է Մարկո Ռուբիոն, որ դա իշահ Ամերիկայի եւ հայ ժողովրդի, ամերիկացի եւ հայ ժողովուրդների։ Դրանից բացի Մարկո Ռուբիոն Արարատ Միրզոյանին ասում է, որ դուք վարչապետը հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Այս բառերը սովորական բառեր չեն, ավելի պայծառ եւ ավելի անկախ ապագա Հայաստանի համար եւ մենք ուրախ ենք այս տեսլականի եւ մեր աջակցության համար, ասում է Մարկո Ռուբիոն Արարատ Միրզոյանին։
Իսկ Արադ Միրզոյանը ասում է Մարկո Ռուբիոյին հետևյալը, որ բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի քայլ առ քայլ իրականություն դարձնենք նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի ուրվագծած համագործակցությունը, որը շահեկան է լինելու թե Հայաստանի եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ինչպես նաեւ մյուսների համար տարածաշրջանում, ովքեր կառուցողականորեն եւ համագործակցաբար կներգրավեն այդ նախագծի ստեղծման հնարավորություններին, ասում է Արադ Միրզոյանը, ինչպես արդեն նշեցի, Մարկո Ռուբիոյին։ Կարևոր է նաև այստեղ նշել այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորագրված փաստաթղթերի շարքում նաև հազվագյուտ մետաղներին վերաբերող հարց կա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի պատրաստվում է Հայաստանից հազվագյուտ մետաղներ արտահանել, այսինքն արտահանեն եւ տանեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչը շատ կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Եվ ես որքան տեղյակ եմ, այդ հազվագյուտ մետաղները հիմնականում կենտրոնացված են Սյունիքում։ Եթե սխալվում եմ, կարող եք գրել եւ հուշել ճիշտ տարբերակը մեկնաբանությունների մեջ, բայց ես գրեթե համոզված եմ, որ այն հազվագյուտ մետաղները, որոնք որ պետք են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հիմնականում կենտրոնացված են Սյունիքում։ Եվ սա նշանակում է այն, որ Հայաստանը ոչ միայն կարող է մեծ գումարներ ստանալ այդ պայմանագրով, վաճառելով հազվագյուտ մետաղներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլ նաև նշանակում է դա այն, որ ավելի ու ավելի ամուր է մտնում Ամերիկայի Միացյալ Նահանգները Սյունիք, ոչ միայն թրիփով, այլ նաև հազվագյուտ մետաղներ արտահանելով։ Այսպիսով Հայաստանը դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ել ավելի կարևոր գործընկեր, ել ավելի կարևոր ռազմավարական դաշնակից, իսկ համապարփակ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթը փաստացի տարածում է համագործակցությունը բոլոր ոլորտների վրա, հայ-ամերիկյան, եւ դառնում է ավելի ինստիտուցիոնալ որակի, այսինքն հարաբերությունները դառնում են ավելի ինստիտուցիոնալ որակի։ Սա շատ կարևոր այց է Հայաստանի համար եւ երբ որ Մարկո Ռուբիոն շեշտում է Հայաստանի անկախությունը, որ ամրապնդում է Հայաստանը իր անկախությունը եւ պայծառ ապագա է Հայաստանին սպասվում, սրանք պատահական խոսքեր չեն։ Բայց որպեսզի մենք ավելի լավ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, ինչ է նշանակում համապարփակ ռազմավարական հարաբերություններ, ես կուզենայի, որ դուք լսեք արհեստական բանականության կողմից մեկնաբանությունը, թե ինչ են նշանակում այս հարաբերությունները, ինչ որակի են բարձրացվում հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Իմիջիայլոց կարևոր է այստեղ նաեւ նշել այն, որ Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան արդեն ավարտվում է եւ նա արդեն հրաժեշտ է տալիս օդանավակայանում իր հայ գործընկերներին։ Լավ, լսենք եւ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Դիվանագիտական լեզվում յուրաքանչյուր բառ ունի իր հստակ կշիռը։ Երբ հարաբերությունների կարգավիճակը ռազմավարականից դառնում է համապարփակ ռազմավարական (Comprehensive Strategic Partnership), դա նշանակում է գործընկերության թե խորացում, թե մասշտաբների ընդլայնում, ահա թե ինչ է դա նշանակում գործնականում։ 1. Գործունեության ոլորտների ընդլայնում, համապարփակ։ Եթե սովորական ռազմավարական գործընկերությունը կարող է կենտրոնացած լինել միայն մի քանի առանցքային ուղղությունների վրա, օրինակ միայն անվտանգություն եւ քաղաքական երկխոսություն, ապա համապարփակ բառն ընդգրկում է գրեթե բոլոր հնարավոր ոլորտները, սա նշանակում է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն պարտավորվում են համագործակցել սերտորեն եւ հավասարաչափ հետեւյալ ուղղություններով. էներգետիկա, ներառյալ միջուկային էներգետիկան, TRIPP նախագիծը եւ այլն, տնտեսություն, առևտուր եւ բարձր տեխնոլոգիաներ, պաշտպանություն եւ անվտանգություն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում եւ իրավական համակարգ, կրթություն եւ մշակույթ։ 2. Հարաբերությունների ինստիտուցիոնալացում։ Սա պարզապես բարեկամական հայտարարություն չէ։ Այս կարգավիճակը ենթադրում է, որ երկու երկրների միջև ստեղծվում են մշտապես գործող մեխանիզմներ ու հանձնաժողովներ։ Նախարարների, փորձագետների եւ աշխատանքային խմբերի հանդիպումները դառնում են պարբերական ու պարտադիր, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ կազմակերպվող։ 3. Վստահության ավելի բարձր մակարդակ։
Միջազգային պրակտիկայում համապարփակ ռազմավարական ձևաչափը վկայում է այն մասին, որ կողմերը միմյանց դիտարկում են որպես երկարաժամկետ և հուսալի գործընկերներ, որոնց շահերը շատ հարցերում համընկնում են։ Սա նաև ազդակ է երրորդ երկրներին, առ այն, որ այս հարաբերությունները դուրս են գալիս սովորական դիվանագիտական շփումների շրջանակից, ամփոփելով, եթե նախկինում համագործակցությունը կրում էր թիրախային բնույթ, օրինակ կոնկրետ ծրագրերի շուրջ, ապա այս փոփոխությամբ երկու երկրները հայտարարում են, որ իրենց կապերը դառնում են գլոբալ, համակարգային և ընդգրկում են պետական կյանքի գրեթե բոլոր բնագավառները։ Հույսով եմ հետաքրքիր էր սա լսել, կարևոր է նաև ավելացնել այն, որ այս այցը արդեն Արարատ Միրզոյանը պատմական է համարել եւ ինքն էլ է կոչ արել բոլորին ծանոթանալ, թե ինչ է նշանակում համապարփակ ռազմավարական հարաբերություններ, ուսումնասիրել, թե ինչով է այն տարբերվում նախկին հաստատղթից։ Արարատ Միրզոյանը նաև խոսել է Հայաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև արհեստական բանականության շուրջ համագործակցության ոլորտում, որը որ դառնում է չափազանց կարևոր բոլոր երկրների զարգացման համար։ Ես նույնիսկ խոսքեր չեմ գտնում, որպեսզի գնահատեմ, թե այսօրվա իրականության մեջ որքան պահանջված է, որքան կարևոր է արհեստական բանականությունը։ Ինչ վերաբերում է թրիփին, որպեսզի նաև ավելի պարզ հասկանանք, թե ինչ փաստաթուղթ էր այսօր ստորագրվել, ուրեմն եթե օգոստոսի 8-ին, անցած տարվա օգոստոսի 8-ին փաստաթղթի մեջ, որը որ ստորագրվեց Ալիևի, Փաշինյանի եւ Թրամփի միջև խոսվում էր հստակ թրիփ ծրագրի իրականացման մասին, ապա հիմա թրիփ ծրագրի իրականացման կոնկրետ փաստաթուղթը, նախագիծն է ստորագրվել, նախնական, բայց նախագիծը, այսինքն այնպիսի մի փաստաթուղթ, որով որ արդեն համաձայնեցված է գրեթե ամեն ինչ թրիփի մասով, բայց դա նաև վերջնական ստորագրումը չէ, ուղղակի այդ ստորագրումով կողմերը ընդունում են իրենց բանակցածը, թե ինչ սկզբունքներով է գործելու թրիփ ծրագիրը, եւ դա նախաստորագրում է, ինչը ենթադրում է, որ ապագայում վերջնական փաստաթուղթ կստորագրվի թրիփի վերաբերյալ եւ հնարավոր է այդ փաստաթուղթը կրկին ստորագրվի արդեն Հայաստանի վարչապետի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջեւ, չեմ կարող ասել, բայց մոտավորապես դա է ենթադրում այսօր ստորագրված փաստաթուղթը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, իրականում շատ կարելի ավելի խոսել այն հայտարարությունների մասին, որոնք որ հնչեցին այսօր Երևանում, կարող ենք ավելի, եթե ցանկանում եք ավելի ընդհանրացակ քննարկում անել, կարևոր է նաև կարծում եմ մեկ բան նշել եւ ավելացնել, չնայած որ ես իմ խոսքի մեջ արդեն նշեցի, բայց այն մասը, որ վերաբերվում է արհեստական բանականությանը, հատուկ ուշադրություն է դարձրել իր խոսքին պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ասում է, որ այն երկրները, որոնք որ օգնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ տալիս են այդ հազվագյուտ մետաղները, այսինքն թույլ են տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներին ստանալ այդ հազվագյուտ մետաղները, նրանք ավելի հարստանում են, սա 21-րդ դարի չափազանց կարևոր հարստություն է եւ տվյալ երկրները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին հարստանում են, կարելի ասել, նաև հարստական բանականության գծով նոր պայմանագրեր եւ հնարավորություններ են ձեռք բերում։ Ես կարծում եմ, որ սա նույնպես չափազանց կարևոր էր ավելացնել, այսինքն պետքարտուղարը հստակ ասում է, որ դուք եթե հիմա այս փաստաթղթերով տալիս եք մեզ հազվագյուտ մետաղներ, դա մեծ ներդրումներ է բերելու Հայաստան, մեծ փողեր է բերելու Հայաստան ավելի անկախ եւ ինքնիշխան է դառնալու, տնտեսապես ավելի զարգացած է դառնալու եւ ինչը ոչ պակաս կարևոր է 21-րդ դարի տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկն է դառնալու։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։